Բարև ձեզ, Հայոց համազգային միասնություն կուսակցությունը մեկնարկում է իր ծրագրերի շարքը։ Անդրադառնալու ենք Հայաստանի ներսում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, դրանց համատեքստում մեր ծրագրերին, մեր գաղափարներին, մեր մոտեցումներին եւ մեր անելիքներին։ Եվ երևի մեկնարկը տանք Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած թիմ ընտրություններին դրանց արդյունքներին։ Ողջույն Վախթանգ, ինչպես արդեն Վախթանգ նշեց, Հայոց համազգային միասնություն կուսակցությունը շարք կթողարկի, որի մեջ կփորձենք անդրադառնալ բոլոր հարցերին, որոնք որ անշում են Հայաստանի Հանրապետության, դա կլինի ներքաղաքական թե արտաքին հարաբերությունների հետ կապված, այո, օրերս թիմ ընտրությունները Գյումրի քաղաքում տեղի ունեցան, մենք կուսակցության անդամների հետ, գործադիր մարմնի անդամների հետ նաև այդ օրը գտնվել ենք Գյումրի քաղաքում, տեսել ենք ինչ է կատարվում, մեծ հաշվով ընտրությունները ցույց են տալիս այն նույն պատկերը, որը մենք ունեցել ենք այլ համայնքներում եւս, որ գործող վարչախմբի նկատմամբ հանրությունը չունի ուղղակի վստահություն, եւ դա արտահայտումական բոյկոտով ընտրությունների չգնալը ոնց որ արեցին Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ 30% մասնակցության մոտավորապես կամ գնում են եւ ցանկացած ընդդիմադիր տեխնացու են ընտրում, ինչը ողջունելի է։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունը հանրության հետ խնդիր ունի լրջագույն, այսինքն մեր հանրությունը գիտակցում է, որ վարչախմբի իշխանության վերջը պետքա տալ, հա։ Հիմա ոռնոցը, որը որ հիմա տեղի է ունենում իշխանական մեդիա ռուպերներով, հենց այն ազդակն է, որ իրանք հոգեվարքի մեջ են ընկել դրանից եւ դա շատ ուրախալի լուր է իրականում, սա ցույց է տալիս, որ մենք ի վերջո կարողանալու ենք սրանցից ձեռքազատվենք, բրծնենք, կարողանանք մեր երկիրը տանենք այս իրավիճակից, այս ծանր ճահիճի մեջից մի կերպ դուրս բերենք ու տանենք դեպի նորմալիզացման։ Այս ուշագրավ մի փաստ Հայկ Երևանում եւ Գյումրիում արդյունքները գրեթե նույնանման են 30 պլյուս մի քանի տոկոս, այսինքն Հայաստանի Հանրապետության առաջին եւ երկրորդ մեծությամբ քաղաքներում գործող իշխանությունը ըստ էության պարտվել է անկախ նրանից, որ Երևանի քաղաքապետ Ալվինյանն է։ Մեծ տեղմատ հետարքիր բան կա, տես անալոգյան տարանք, բայց ինչի է այդքան ձեն հավաքում իշխանությունը, որովհետև այդքանի վարչական լծակների ռեսուրս ունի, այսինքն եթե Երևանում դա մի փոքր ավելի շատ մարդիկ են, որովհետև դե բարձր չէ, այդքան նախարարություններ եւ այլն, Գյումրիում մի փոքր քիչ, բայց մոտավորապես տոկոսային առումով ստացվում է, որ ինչքան որ վարչական լծակներ կա, հա, օգտագործվում է, դա իդեպ այդքան էլ լավ չի ստացվում, չեն կարում նորմալ դա, սկեթ չեն կարում նորմալ կազմակերպել, սրանք ինչքան էլ որ ուզում են բան անեն, որ մենք 50 խոսում էին, չէ, մեծ էին խոսում, ասենք 50 քանի տոկոս բան, դե սա արդյունքը սա է, դե Երևանում մի քանի հոգի մարդագողությամբ զբաղվեցին, մարդկանց գողացան, այսպես չգիտեմ, մասնակցություններ Երևանի ընտրությունների։ Հա, դե դա բոյկոտներ, մարդկանց բոյկոտներ, որ հիասթափված են ուղղակի այսօրվա վիճակից, մեր գործը ինչ պետք է լինի, մեր ըստ էության Հայոց համազգային միասնություն կուսակցության ուղղությունը պետք է լինի մարդկանց միավորելու այն գաղափարի շուրջ, որ մենք պետք է մեր պետությունը փրկենք, ժողովուրդ ջան, այսինքն եթե պետք է գնանք ընտրությունների, պետք է չհիասթափվենք, պետք է միավորվենք, այսինքն մեր անվան մեջ, ինչպես որ դրված է միասնություն, այդ միասնության քարոզն է, որ մենք փորձում ենք մեր հանրության մոտ անենք, որպեսզի հայ ժողովուրդը միավորվի եւ պայքարի չարիքի դեմ։ Այս ամբողջ կոնցեպցիան ու գաղափարը մեր կուսակցության առաջնային սա է, մենք դիտարկում ենք, որ այս չարիքը, որը հիմա իշխանության է, սա միջանկյալ խնդիր է, չնայած որ առաջնային, բայց միջանկյալ խնդիր, այսինքն սրան պետք է հեռացնել ու անցնել արտաքին մեր խնդիրներին։ Սրա մասին նաև կուսակցության նախագահն էր խոսել մեկ ամիս առաջ, երբ որ հարցազրույց էր տալիս, սա մատնանշել էր պարոն Պողոսյանը, որ պետք է այս ուղղությամբ մենք աշխատենք։ Կինոն սկսվելու է սրանց հեռացնելուց հետո։ Այո, այս միջանկյալ խնդիր է, որը ներկայացնում է մեր թշնամիները շահերը Հայաստանում։ Որպես կանոն յուրաքանչյուր խոշոր ընտրությունից հետո համապետական նշանակության ընտրություններից իսկ բերեք ընդունենք, որ Գյումրի ընտրությունները մեծ հաշվով համապետական նշանակության են իրենց իմաստով։
Տեղն ունենում հետ ընտրական զարգացումներ։ Հիմա ապրիլի 16-ին Գյումրիի ավականում Անդրանիկ նիստն է լինելու։ Ինչ սպասենք, ինչ ես կարծում, ինչ ենք սպասելու, ինչ զարգացումներ են տեղի ունենալու, նկատի ունենալով նաև Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակը, տրամադրությունները։ Դե մեծ հաշվով Այդ անասնագողություն կլինի, թե չէ։ Մեծ հաշվով արդեն պարզա, որ ընդդիմադիր բոլոր ուժերը իրենց ձայները կտան ամենաշատ ձայն հավաքած տեխնացուին ընդդիմադիր, ինչը փաստացիկ իշխանազրկի այս գործող վարչախմբին Գյումրի քաղաքում, սա լավ նորությունն է, հետո ինչպես կզարգանա, ինչպես մարդիկ կառավարեն, դրա մասով հիմա որևէ քննարկում չենք անի, որովհետև պարզ չի հետագայում ինչ փորձանքներ կբերի իշխանությունը, մենք գիտենք, որ իրանք sense բան ունեն, չէ, երբ որ իրաց տեխնացուն չի հաղթում, այդ մարդու գլխին միանգամից պետք է մի բան կարեն, Գյումրիում էլ էլի նույն բաները էլի անելու են, հիմա ես ինֆորմացիա ստացա, որ իրանց տեխնացուին ուզում են մարզպետ նշանակել։ Ցապ նախարար նաև այսօր տեղեկություն տարածվեց։ Դե չգիտեմ, տես հիմա ինչ որ բան, մի խոսքով ինչ որ բան անելու են, այդ առումով իշխանությունը պետքա հասկանա, որ ինքը անպատիժ չի մնալու, հա։ Հիմա ապրիլի 16-ին ինչպես որոշում կայացվի, այսինքն ինչպես արդեն հայտարարվել է, կմիավորվի ընդդիմադիր դաշտը տեխնացուի շուրջ եւ կտա ձայները քաղաքի կառավարման ոլորտում գուցե կարող է տարաձայնություններ լինեն, բայց մեր համար կարևոր է որ կարողանանք ազատագրենք կոպիտ ասած Գյումրին ազատագրվել է մասամբ այս պատուհասներից, ինչը շնորհավորել է պետ գյումրեցիներին եւ մեզ, որ ինչ որ միտեղ կարողացանք ինչ որ բան անենք։ Համապետական էր այնքանով, որ այո, համապետական խնդիր էր ինքը Գյումրին տալ իշխանությանը կնշանակեր, որ սրանք ստանալու են վերարտադրվելու հնարավորություն։ Հիմա փաստացի երևում է, որ սրանց վերարտադրումը հետագայում հաջորդ ընտրություններում դա կլինի հերթական թե արտահերթ նվազ հավանականություն ունենալու։ Ամեն դեպքում ինչ որ աբսուրդային իրավիճակում ենք մենք ապրում եւ հենց նաև մեր խնդիրը ես այսպես եմ կարծում նաև որ գտնենք իրական լուծումներ կառավարման մենեջմենտի ոլորտում դա խայտարակություն է մարդիկ անում ասում կներեք մենք տգետ ենք մենք չենք կարողանալ եւ վերջ հետո ցանկացած ոլորտ վերցնում ես օրինակ ցցուն է ինքը իր բանի համաձայն իր մոտեցմանը համաձայն ամեն ինչ բարդում է ժողովրդի վրա որ ժողովուրդն է վատ ինքը չի վատը ասենք ես չեմ մեղավոր բոլորը դեք մեղավոր այսինքն իրան վատ ժողովուրդ է իր տրամաբանությամբ իրան վատ ժողովուրդ է բաժին ընկել էլի ժողովուրդը մեղավոր է ժողովուրդը չգիտեմ այնտեղ վարել մեքենա վարել չգիտի դե եթե մեքենա վարել չգիտեն ինչի պետք է կառավարման համակարգում չլինեն նույնանման մարդիկ իր կոնցեպցիան սրա մեջ է հիմա փաստ եկել ենք փոքր եւ միջին ձեռնարկատերերի հարցում ենք բախվել որտեղ աննախադեպ հարկերի բարձրացում է տեղում սա անում է ինչի համար այս պատուհասը անում է որովհետեւ բյուջեում մեծ ճեղքված կա բաննա բերմուդյան երանկյունին է դարել փողերը գալիս են ու չգիտես ինչի վրա են ծախսվում իդեպ 13 միլիարդի շեմը հատեցինք վերջերս օրերս հատեցինք 13 միլիարդ դոլար անցավ մեր պետական պարտքը այսինքն մարդը առնվազն մի $5,000 ամեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարտք ունի ծնված օրվանից ասենք մարդը ծնվում է $5,000 պարտք կա որովհետև պատուհասը որոշել է ասենք չգիտեմ այդ փողերը ինչ որ ձևով լավանան տանեն անիֆով մաքրեն ու համապատասխանաբար ուտեն եթե իրանք ուտում են հիմա փորձում են այդ փողերը միտեղից բերեն ինչ որ մի բան անեն փող էլի փող անընդհատ փող է իրանց պետք ընկել են փոքր ձեռնարկատերի եւ միջին ձեռնարկատերի հետևից ուրեմն բացի այնից որ այս մարդկանց ստիպում են իրենց ունեցվածքը, այսինքն այդ ինչ որ վաճառում են, հա, ասենք օրինակ գույքագրեն, ասենք ապրանքը, պատկերացնում եք մի հատ մարդ, որը ասենք մի 20 տարի, ասենք չգիտեմ, մի հատ կետ ունի վաճառքի, ինչ որ մի հատ ասենք շուկայում, հա, ասենք շորի շուկա կլինի կամ ինչ որ մի հատ տեղ մի հատ վաճառքի կետ ունի, այդ մարդուն եկել են, ասում են, գիտես ինչ կա, սա պետքա գույքագրես, պետքա ձեռքբերման փաստաթղթերը ցույց տաս, չգիտեմ որտեղ այդ մարդը ասենք կարող է մի 5 տարի առաջ ասենք գնացել է այդ ապրանքը բերել է, չգիտեմ ինչ որ
ինչ-որ միտեղից։ Հիմա այդ մարդը որտեղից ձեռքբերման փաստաթղթեր ցույց տա։ Այսինքն այդ մարդուն ստիպում են մի հատ էլ հաշվապահ վարձի, որովհետև ինքը իրանով բնականաբար ասենք այդ մարդկանց մեծ մասը չի կարա նստի այդ հաշվապահությունը վարի։ Հիմա շատ մարդիկ չեն կարա օգտվեն համակարգչից այդ մակարդակի, որ հաշվապահություն պահեն, անդադ կսխալվեն, սխալվելու հետևանքն լինելու է բանը, պեկի մահակը տուգանքի տեսքով։ Արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում այստեղ օգտագործեն գործող իշխանության սիրած բառը աննախադեպ թվով փոքր եւ միջին ձեռնարկություններ են փակվել։ ՓՄԶ-ները փակվում են մեկը մյուսի։ Այսինքն թողում են խոշորներին խոշորների մեջ էլ ըստ շրջանառվող եւ օդում կախված լուրերի ինչ որ տիկիններ կան, որոնք բիզնեսներ են առնում, ինչ որ ապառիկ օլիգարխներ են հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, որոնց անունով բիզնեսներ են գնվում, սուպերմարկետներ են գնվում եւ այս փոքր միջինը մաքրում են, որ այդ ամբողջ հոսքը ապավեն հավանաբար տիկինների սուպերմարկետներ ենթադրաբար, բայց բացի նրանից, որ հարկը բարձրացնում են փոքրի ու միջինի վրա, մի հատ էլ զուգահեռ հաշվապահական ծառայությունների վրա էլ են ավելացնում հարկային բեռ, իսկ հաշվապահական կազմակերպությունը որտեղից է այդ գումարը վերցնելու, բնականաբար ում որ ծառայություն է մատուցում, այսինքն էլի այդ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին պետք է ավելի թանկ վաճառի իր պրոդուկտը, հաշվապահական ծառայությունը, այսինքն մի բան էլ էլի են ավելացնում, կամ էլ ստիպում են մարդկանց գնան էլի սև դաշտ, մարդիկ մաքուր աշխատում են, մարդկանց ոնց որ վերցնեն ստիպեն, չեն հասկանում, այս են մենեջմենտը, որ ասցիր, այդ բանը նստում են գազ են տալի, բահնա, որ իրանք չեն հասկանում, երբ որ դու սկսում ես մարդու վրա այնքան հարկ բարձրացնել, որ այդ մարդը աշխատում է մինուս, այդ մարդը ստիպված սկսելու է ինչ-որ բաներ ցույց չտալ, թաքցնել հարկերը։ Այսինքն մենք բերում ենք, էլի կոլապսի առաջ ենք մեր պետությունը կանգնեցնում։ Հիմա ստեղ երկու հարց կա։ Հիմար են չեն հասկանում, թե հատուկ են։ Դե երեք պատասխանը տվեցին։ Ենթադրաբար համ հիմար են, համ էլ հատուկ են։ Հիմար հատուկ բան են անում, տենց է ստացվում։ Ըստ էության գործող իշխանության նախաձեռնած բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության հիմքերը քանդելուն, մարդկանց արտագաղթելու են ստիպում, այսինքն լավ, դուք որ հիմա փոքր բիզնեսը փակում եք, այդ մարդկանց համար մի բան ստեղծում եք, այդ մարդիկ ինչով են ապրելու։ Հիմա էլ ասում եմ նպաստը չեմ տալու, հիմա այդ թեման էլ է բացը, որ նպաստ չտանք մարդկանց, որովհետև որ նպաստ ենք տալիս, մարդիկ տարիներ շարունակ այդ նպաստով են ապրում։ Նպաստը կտրի, հարկերը բարձրացնի, պետության սահմաններից դել չխոսամ, սենց կիլոմետրներով հանձնելով գնում է, այսինքն Գյումրու ընտրություններն էլ լավագույնս ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում մեր ժողովրդի գլխում, իսկ մեր ժողովրդի գլխում հիմա տեղի ունենում են, որ ուզում են արագ ազատվեն այս պատուհասներից, այ հիմա ոնց անենք, որ հասնենք դրան, այ դրա մասին մենք պետք է մտածենք։ Քանի դեռ չեմ մոռացել, մեզ հետևորդներին ուղղակի հիշեցնել, որ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը նախաձեռնել է շատ մոտ ժամանակներս նախաձեռնելու է հանդիպումների շարք ՓՄԶ ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնագետների հետ, որպեսզի լուծումներ առաջարկվի, առաջարկեն կոնկրետ ծրագրեր եւ քայլեր, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ստեղծված իրավիճակից, որովհետեւ ոլորտը իսկապես ոչնչացման եզրին է։ Փոքր միջին բիզնեսի ոչնչացումը, այսինքն բոլոր նորմալ երկրներում ամեն ինչ անում են, որ փոքր եւ միջին բիզնեսը զարգանա, այստեղ հակառակը նեղում են այն տեղից արդեն նեղն ընկած մարդկանց նեղում են, որ խոշորները ավելի խոշորանան, ասցի, չէ, ըստ օդում կախված լուրերի, մարդիկ կան, որ խոշոր բիզնեսները սկսում են առնել հիմա, բայց այդ լավ է, մի կողմից լավ է, հետո այդ կասեմ ինչով է լավ։ Անդրադառնանք այն կետին, որտեղ ես քեզ ընդհատեցի, հիմա տեսախցիկի այն կողմում գտնվող Արմեն Ֆոն-Գևորգյանը միշտ կրկնում է, որ ժողովրդի իմաստուն է, չնայած ժողովրդին այս վերջի շրջանում տարբեր որակումներ են տրվում, տարբեր ճամբարներից եւ այլն, հավաքական իմաստը իսկապես ժողովրդի իմաստուն է։ Բնականաբար ժողովրդի ընդհանուր կարծիքը դա ամենաճիշտ, ամենաճշգրիտ գնահատականն է իրողությունների, ինչքան էլ որ ուզում են մեդիա տերորի ենթարկեն, չգիտեմ, ապատեղեկատվությամբ մարդկանց լցնեն, միևնույնն է, որոշ ժամանակ անց ամեն ինչ դուրս է գալիս ջրերես ու ժողովրդի գնահատականը իրոք այն ցուցիչն է, որը որ ամենաճշգրիտն է նկարագրում երկրում տեղի ունեցող իրադարձությունները եւ մենք հիմա մի ժամանակաշրջանում ենք հայտնվել արդեն, որ կամած մարդիկ վերադառնում են
բանականության դաշտ եւ այլևս ուղղակիորեն մերժում են մեդիա տերորը, որ իրականացնում է գործող իշխանությունը։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, որ առելի մեծ ռեսուրսներ տասնյակ հարյուրավոր կայքերով ոչ մեկի համար երևի ոչ մեկի համար չնայած գաղտնիք չի, բայց աշխատում են մարդկանց գիտակցության վրա, բայց տոտալ մերժում է գնում հիմա դրա։ Հիմա ասենք ՀՄԿ-ի լուրերը նայում ես, հա, հանրային հեռուստատեսության, ոնց որ ուրիշ մոլորակից լինեն, կամ սրանց էջերը նայում ես, եւ ինչ որ զուգահեռ իրականության մեջ ոնց որ ապրեն այս մարդիկ։ Դուրս ես գալիս փողոց, տեսնում ես մարդկանց վիճակը։ Մտնում ես եթեր, մի չգիտեմ։ Ընդ որում ատելության խոսքից են խոսում, ինչ որ զրպարտության մեղադրանքով հոդվածներով մարդկանց փորձում են լրացնել, բայց ատելության խոսքով այն աստիճան, որքան որ տարածում է գործող իշխանությունը, դա շշմելու է։ Դե իրենց կառավարման մեջ հատկապես արցախցիների հանդեպ վերջի շրջանում այդ տարող այդ տոտալ հակաքարոզը ուղղակի բառ չես գտնում, որպեսզի ինչ-որ գնահատական տաս։ Այո, սա իշխանության կողմից իշխանությունը պահելու իրանց մեխանիզմն է, որը որ 2018 թվականից ի վեր իրանք օգտագործել են, շատ հաջող են օգտագործել, բայց էլ եմ ասում, ինչպես ասացինք, ժողովրդի իմաստուն է, ինչի է իմաստուն, որովհետև ժողովուրդը ի վերջո տալիս է ամենաճշգրիտ գնահատական իրողությունների։ Հիմա եկել այն պահը, որ մեր հայրենակիցները իրանց գնահատականը տալու են, ես վստահ եմ, որ այդ գնահատականը լինելու է շատ ավելի վատը, քան Գյումրիում արձանագրեցին։ Մեր անելիքները այս համատեքստում Մեր անելիքների մասով մենք մեծ աշխատանք ունենք իրականացնելու հենց նույն միասնության կոնցեպտի վերաբերյալ եղած խնդիրների այն ինչը որ ստեղծվում է եւ այն ինչը արդեն ստեղծված է այդ խնդիրներից արագ ազատվելու մեխանիզմները մշակելու մեջ պետքա լինի մեր գործունեությունը ծավալվող այսինքն տես փոքր միջին բիզնեսի հետ մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում որպեսզի լուծումներ գտնենք ինչպես անենք որ այս մարդիկ ասենք չթողեն չգնան այս երկրից ասենք իրանց ապրանքն էլ չգիտեմ չտանեն չթափեն չթողեն չգնան հա միջին բիզնեսին ոնց անենք որ ուժեղանա այսինքն հարկերը ոչ թե բարձրացնել է պետք, այլ հարկային դաշտը պետք է այնպես զարգացնել, որ աշխատանքը շատ լինի երկրում, ոչ թե ամեն մեկի վրա հարկային բեռը շատացնել, այլ բաշխել այնպես, որ գումարը այո հավաքագրվի, բնական է որ պետությունը հարկերով է սնվում, բայց այդ հարկերն պետք է արդյունավետ հետո ծախսվեն, չտանեն տան, ասենք քաղաքապետի աթոռին հայտնված մարդուն, որ տանի, չգիտեմ, մի հատ ասենք խնդիր ստեղծի, հա, մի բան սարքեն, իբր գործ արեցին, մի ամիս հետո նորից էդի քանդեն, նորից դրա վրա սարքեն, հետո մի ամիս հետո նույն տեղը 10 անգամ նույն գումարը ծախսում են, ասֆալտից էր, չէ՞ խոսում, այդտեղ մարդ կար, ինքը լավ սովորել է, էլի այդ բանը, այդ գրքեր է կարդացել, ոնց անի, որ ասֆալտից մաքսիմալ շատ ասենք փող 7 տարին նույն դասարանում են առաջին։ Դե հիմա մարդիկ արի ընդունենք, որ այդ ոլորտում իրանք բավականին հաջողել են փողեր յուրացնելու, բայց կարևորը նա, որ մենք աշխատենք մեր հանրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, հավաքագրենք խնդիրները եւ փորձենք դրա մասնագիտական լուծումները տալ, որովհետեւ այն ինչը որ նկարագրվում է սրանց կողմից, այդպես չի։ Մեր ազգը, չգիտեմ, տենց բանը տգետների հավաքածու չի ոնց որ ինքն ասում, տենց դժբախտ ու դժգույն ժողովուրդ չենք։ Մենք դարեր ապրած, ինչքան էլ որ հիմա փորձում են մեզ ապացուցեն, որ մեր թշնամիներն են ստեղ ապրել, հա, աբսուրդի հասնող հարցը, դարեր ապրած քարից հաց կերտած ժողովուրդ ենք, այսինքն բերել հասցնել նրան, որ մենք դե մեղք ենք, տգետ ենք եւ այլն, չի ստացվելու, գնահատականը Գյումրին տվեց, ավելի արդյունավետ է լինելու սրանից հետո Գյումրին դա մեկնարկային փուլ է։ Այսինքն դու գտնում ես որ Գյումրին այնուհանդերձ կհանդիսանա կատալիզատոր առաջիկա գործընթացների։ Բնականաբար մարդիկ նայեցին տեսան, չէ՞ ինչա տեղի ունենում։ Ոչ մեկ այլևս պիտի չվախենա սրանցից։ Այդ ռեպրեսիվ ապարատը իրանց մարդկանց թիրախավորելու, աշխատանքից ազատելու, չգիտեմ, տանել փակելու, պիտի չաշխատի։ Մեր ժողովուրդը պետք է Այ քարոզչական տերորը չպիտի աշխատի, դրա դեմը պետք է առնվի։ Ես հուսով եմ մենք ինչ որ մի փոքրիկ ձևով մեր լուման այդ գործում կունենանք ֆորմատներով պետք է աշխատենք։ Այո, համաձայն եմ։ Կարանք այսպես ամփոփենք, որ Գյումրու ընտրությունների արդյունքները ցուցիչն է, որ այս վարչախումբը գնալու է շատ շուտով։ Երկրորդը, որ
եղած խնդիրների լուծման ճանապարհը խնդիրների հավաքագրումն է, առնվազն Հայոց համազգային միասնություն կուսակցությունը դա անում է, հավաքագրումն է, մասնագիտական քննարկումներն է, դրանից հետո վերլուծություններն է, ինչի արդյունքում որոշումներն է, որ մենք պետք է կայացնենք եւ տանք, օրինակ հիմա խոսում ենք փոքր միջին բիզնեսի մասին, որը ամենակարևոր երակներից է մեր տնտեսության, իրանք բռնում են այդ երակները, ասենք կտրում են, թողում են մենակ են ինչ որ իրանց անձամբ է պետք, բայց դա չի լինելու, չի աշխատելու, այդ մոդելը կարճաժամկետ մոդել է, ուղղակի պետք է պետական պարտքը 13 միլիարդ դոլար հասցնելուց առաջ մի մասնագետի գտնել, հարցնել, ասել ընկեր ջան, ես որ սա անեմ, հետո ինչ է լինելու, ու վստահ եմ հիմա փոքր ու միջին բիզնեսի վրա հարկեր չէր ավելանա։ Եթե անիվի նման հիմնարկներ չստեղծեին ու փողերը հոդս չցնդեր, վստահ եմ, որ հիմա չէին ընկնելու այս փոքր միջին ձեռնարկատերերի հետևից։ Հասկանում ես, սա արդյունքն է նրա, ինչ որ իրանք են արել, բայց փորձում է իր խասյաթին համաձայն, կներեք ես ոչ եթերային բառի համար, գցել ժողովրդի գրպանը։ Չէ, դե այլևս այդ հնարքները չեն անցնում։ Միանշանակ չեն անցնում։ Ընտրությունների արդյունքները դրա մասին են խոսում։ Երևանի ընտրություններն են։ Հիմա մենք մոռացել ենք, բայց ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ Երևանի ընտրություններով սրանք չէին ընտրվել։ Սրանք գնացին մարդագողությամբ զբաղվեցին, երկու ձեն ավելացրեցին, որ մի ձև խցկեն այս երիտասարդին այդ աթոռին։ Հիմա էլ ուզում են քրեական գործառույթ։ 30% ձեն չեն հավաքել։ Եթե համա Երևանի ընտրողների բանում նայենք, մի 9% ձեն է տարել իշխանությունը։ Էսա 9%-անոց իշխանությունը Հայաստանի Հանրապետության։ Պետական ռեսուրսն է։ Պետական ռեսուրսով մարդկանց ռայոններից բերելով ստեղ գրանցելով, հիմա Գյումրիում էլ կար, չէ, որ էլի մարդիկ 1500 հոգի ըստ լուրերի, որը որ տարածվում է, Ջավախքից մարդկանց էին բերել, պարշի ովքեր էին այդ մարդիկ առասարակ հայր են եղել, թե Ջավախքից ում են բերել, հասկանալի չի, էլի, այսինքն սրանց մեխանիզմներն է հասկանալի չի։ Երևանի քաղաքապետարանի ընտրություններին էլ նմանատիպ ինֆորմացիաներ եղավ, մենք հիշում ենք, այս հանրահավաքներին իրանց այդ իշխանության հանրահավաքներին ովքեր էին տարբեր մարզերից մարդկանց բերում են Երևան, Գյումրի եւ այլն, ըստ էության 9%-անոց իշխանություն է երկրում։ Մեզ մնում է համախմբվել, միավորվել, բոլոր խնդիրները դնել մի կողմ, առաջնային միջանկյալ այս իշխանությանը հեռացնել ու զբաղվել արտաքին մարտահրավերներով, որովհետեւ մեր խնդիրը սա է։ Ես հույս ունեմ հաջորդ հաղորդումը մենք կանենք հենց արտաքին աշխարհի կոնտեքստով, որտեղ հենց նույն մեր տարածաշրջանը այսօր եղում է, շատ լուրջ անդրադառնում է մեր այսօրվա վիճակի վրա։ Հուսամ մեր հաղորդաշարի մեկնարկը ստացվեց քիչ թե շատ։ Կշարունակենք։ Առաջիկայում կշարունակենք։ Ցտեսություն։ Հաջողություն։